երբ ես մոտոնարա old school ընկերները սկսեցին ավտոմատ, լավ էլի, դու էլ փչացար Մանվել։ Ողջույն, ես Մանվելն եմ, այսօր կխոսենք Honda CMX 1100 Rebel-ի մասին։ Կոնկրետ այս վերսիան ավտոմատ կառույցով։ Ինչի Rebel հարց։ Եթե ուշադիր նայենք Honda-ի մոդելային գամմային, ու եթե դու էլ Honda-ի սիրահար ես, 750-ից հետո հաջորդը կամ շոու պոդիումից իջած Fury-ն է մնում 1200 կուբ, կամ ավելի մեծ VTX 1003 կամ 1008-երը, որոնք շատ հին են, կամ էլ Goldwing-ի մի քիչ ուրեզնի վերսիաները։ Ուրիշ սպասույցի այդ միջակայքում Cruiser կամ Chopper նոր արտադրված չկա, մնում է միայն Rebel-ը։ Ուրիշ հարց է, թե Honda-ն ինչի այդպիսի մեծ բաց թողում ունի, դրա մասին կարծում եմ հետո առանձին կխոսենք, բայց սպասույցի 750-ից վերև հաջորդ քայլը, որ մնում է ձեզ, հաջորդ обновление-ան զարգացումը Rebel 1100-ն է։ Բառացի թարգմանած Rebel նշանակում է բունտար, ապստամբ, ու իր անվանը լրիվ համապատասխանում է։ Մինչև այս վերջերս դա վերաբերվում էր փոքր ծավալ ունեցող 250, 400, 125 նման փոքր մոդելներին, որ 79 թվից մինչև հիմա արտադրվում էր։ 21 թվից վերև Honda-ն որոշեց, որ կարելի է նաև 1100 կուբ ունենալ։ Ինչ է ստացվում։ Նախապատմությունը այսպիսին է։ 18-ին Աֆրիկան երբ վերաթողարկեցին, երկու Porsche-ին 270 կալենվալով լիտրանոց, լավ մոտոր ունի Honda-ն, հետո դասարկեցին 1100, որ բոլոր նորմերին համապատասխանի։ Ունեն նոր մշակված թույն մոտոր, ու ինչ անեն դա, միայն Աֆրիկան քիչը։ Իսկ բերեք դավայեսի խցկենք Chopper-ի տակ էլ։ Հա ինչի՞ չէ։ Ու ստացվեց Rebel 1100-ը։ Խարակտերիստիկաները մոտավորապես այսպիսին են։ Դեֆարսիրովկա են արել Աֆրիկայի մոտորը, այնտեղ 100 ձիաուժին մոտ է, այստեղ 87 ձիաուժ է ստացվել, 98 նյուտոն-մետր, 223-225 կիլո մեխանիկական կառույցն, 235 կիլո ավտոմատ կառույցն, դա սուխոյ մասը։ Ու մեկ էլ DSG-ն, Honda-ի հայտնի ավտոմատը դրել են Rebel-ի վրա։ Այստեղ շատ ավելի adekvat է աշխատում, քան հին NC-ների ու մնացածի։ Կառույցն արդեն լավ, սենց թեստ արած, ամեն ինչը կարգավորած, Rebel-ի վրա շատ հրաշքի աշխատում, նաև 18-19-ից վերև բոլոր NC-ների ու մնացածների վրա։ Երկար մտածում էի, թե ինչի կամում հետ կարելի է Rebel-ը համեմատել, ու միտքս եկավ այն Անատոլին։ Դե այն Անատոլին YouTube-ի էլի, այն որ հավաքարարի շորերով գալիս է ու բարձրացնում անենց քաշեր կամ այդ ձեռքի փայտը տալիս է 30 քանի կիլոգրամանոց, որ մարդիկ չեն կարող պահեն։ Rebel-ին կարելի է մեկը համեմատել հենց Անատոլիի հետ։ Վրան նայում ես, հալ չկա, պստլիկ։ Ինքերս որ տեսավ առաջի անգամ ասեց, ոնց որ չինական հավաքած բայկ լինի, բայց գազ է տալիս ու կորում է։ Իր նույն կատեգորիայի Chopper Cruiser-ների հետ եթե համեմատենք, Power չի, ոչ մեկի ֆայլին չի ասում սրա անունը դնի Power Cruiser, բայց եթե նույնիսկ Power-ների հետ համեմատենք, տիպը 1.5, 1.8 լիտրանոց նույն Honda-ների հետ եւ բոլոր այդ ծանրակաշ Cruiser-ների հետ, խարակտերիստիկաներով ու շատ YouTube-ի վիդեոներից ԱՄՆ-ում երբ որ թեստ են անում, եթե ստոկ են, ոչ մի բան փոխած չի, Rebel-ը անցնում է։ Սեփական փորձից մասին ասեմ, ես Shadow 750C2B-ից Phantom-ից հետո անցա։ Սկզբից եթե շատ գազ չես տալիս, քաշը, ամեն ինչը մոտավորապես նույն բանն է ստացվում, բայց մի քիչ աբարոտները բարձրացնում ես ու տելեպորտ անում նրա հետ համեմատած։ Տարբերությունը երկու անգամ ավելի արագ է, սրա 100 բացելը 3.6-3.7-ը, Shadow-ինը 7.7-ը, նորմալ է, ու քաշերը նույնը, նյուտոնները էսի երկու անգամ բարձր, ձիերն էլ համարյա երկու անգամ բարձր։ Կառավարման օրգանների ու պուլտերի մասին։ Ամեն ինչ շատ հասարակ է ու
հին Honda-ի վրա ինչ նկատել եք, շատ քիչ բան է փոխված։ Կստացի, այստեղ շատ ավելի հեշտ է ու հասարակ է, քան Աֆրիկայի ու NT-ի պուլտերը, որ սենց ջոստիկով ու եսիմ ամեն ինչով լցված է։ Սկորուստները իջացնել, բարձրացնել, լույս, ռեժիմները, սիգնալ, այս էլ ռուչնոյ տորմոզն է։ Աջ կողմի վրա Neutral D, ռուչնոյ կառավարում կամ ավտոմատ, start stop, cruise control։ Վերջ, ուրիշ ոչ մի բան չկա։ Ավտոմատը, որ սկզբից Honda-ն հանեց, լրիվ ծիծաղում էին, թե այս ինչ է սարել։ Հիմա բոլորը լիխարադաշնից սկսել են ավտոմատներ հանել, KTM-ից մինչև BMW, ու այդքան էլ լավ չի ստացվում։ Իսկ քանի որ Honda-ն 10 տարվա փորձ ուներ, հիմա շատ ավելի բարձեցված ու աշխատած ամեն ինչ հրաշք աշխատում է։ Հա, առաջին անգամ քշելուց անբնական է, որ սեպլենյայի ռուչկա չկա ու սկորուստի պեդալ չկա, բայց էդի 3-4 օր, եթե դուք մոտո քշել գիտեք, այնքան հեշտ է այդ ամեն ինչ սովորելը։ Սկզբից ես էլ էի մի քիչ վատ նայում ես ամեն ինչին, հիմա DSG հարմարությունից հետո չեմ ուզում ուրիշ մոտոցիկլետ վերցնեմ էլ։ Առավելությունների մասին ես երևի չեմ տառապել old school չփչացող տեխնիկա առնելու նույն երկու կլապան եւ հին այդ դապատոպնի տեխնոլոգիաներով տեխնիկա առնելու ինձ պետք էր նորմալ ժամանակակից նոր ստեղծված մոտոր, որ հրաշք աշխատում է։ Մոտորը մշակվել է 17-18 թվերին, մի քիչ թարմացվել է, ժամանակակից լրիվ, 4 կլապան, ոչ 2, սրեդնի ապարոստի մոտոր, նյուտոնմետրերի պիկը 4.7-ի վրա է, 4750-ի վրա մոտավորապես, դիաուժերի պիկը 6500-7000-ի վրա է։ Կրուիզերների հետ մի քիչ այդքան էլ չի հետում, միջին կրուիզերի նյուտոնների պիկը 3000-3500-ի վրա է։ Ինժեկտոր բոլոր ժամանակակից օգնականներով, traction control, ABS-ի 3-4 տարբեր ձևեր traction-նել, ABS-նել։ Ավտոմատ ռեժիմը 4 առանձին ռեժիմներ ունի, rain, individual կառավարող, sport, մեկ էլ ստանդարտ։ Կստացի, ստանդարտը համարյա բոլոր բաներին հերիքում է։ Ես երևի կյանքիս մեջ 1-2 անգամ եմ սպորտ դրել, որովհետև նույնիսկ ստանդարտի վրա էլ ինչ ուզում ես անես, ձեռքով մի հատ երկու հատ իջացնում ես ու քո ուզածը անում է հանգիստ։ Նույն այդ էլեկտրոնիկաները ու տորմուզները ես էսի արդեն սկսել էի քշել, սրանից հետո նստեցի Phantom-ի ռոլին, ու ինձ թվաց, թե տորմուզները չի աշխատում։ Ինձ թվաց, թե շատուն տորմուզ չունի, սրանից հետո 4 պորշնեվոյի դիմացի սուպերտը, հետևի դիսկով սուպերտը շատ լավ աշխատում են։ Բայց ամեն ինչ այդքան լավ չի լինում։ Թերությունները լիքը ունի, տաք մոտորը։ Երևանի պայմաններում ամառը վենտիլյատորը միանում է ու տուփը չի անջատվում։ Միշտ աշխատում է։ Մի կողմից լավ է, մոտորը իր ստաբիլ ջերմաստիճանը պահում է ու քո ուզած նույն դիաուժերը ճիշտ ժամանակին տալիս է։ Չես սպասում, որ շարժիչը տաքանա, նոր տա։ Մյուս կողմից ճիշտ է ոտքերիդ վրա չի փչում, բայց դա մի քիչ նյարդայնացնում է, էլի։ Ըստելիք բակ։ Այս մոտորի համար բակը շատ քիչ է։ Միջին ծախսի դեպքում 6 լիտր 13 ու քանից 14-ի չի հասնում։ Միջև լույսը վառել 150-200 կիլոմետր մեկ զապրավկա է անում։ Երկար ճանապարհների համար դա թերություն է շատ մեծ։ Դիմացի կալոտկեքը պասուտի ռասխոդնիկ են։ 8-ից 10000 է ձգում իմ ձեռքը, հիմա սովորում եմ ավելի տենց մի քիչ եկանում օգտագործել, միջինը 8-ից 10000 է ձգում։ Շատ մեծ թերություն ունի ընկնելու դեպքում միանգամից այս պատնոշկաները ջարդում են այս կրշկան, որովհետև ինքը մի հատ կրիպլինիայի տեղ ունի, մի հատ կպնելու տեղ ունի, մնացածը լրիվ օդի մեջ է, ու այդ որ կողմի վրա որ ընկնում ես, պատնոշկան ջարդում մտնում է մեջ։ Կամ ինդիվիդուալ շատ սիրուն բան է պետք հավաքել, որովհետև այդ ստանդարտ դուգան էլ որ դնես այս ժամանակակից սիրուն մոտոյի վրա, ես չեմ սիրում փչացնել։ Կամ շատ ինդիվիդուալ յուրահատուկ բան է պետք հավաքել, կամ շատ զգուշ է պետք քշել, որ չընկնես։ Հետևի պագրիշկան մի հատ էլ բան, հետևի պագրիշկան 20000 է ձգում միջինը։ Նու իր գործանային դանլոփը իմ մոտ 20 ձգեց։ Էլի պասուտի դառնում է ռասխոդնիկ։ Մնացած կրուիզերների բանի դեպքում շատ ավելի երկար էր ինձ մոտ գնում։ Այստեղ 20000։ Քանի որ ժամանակակից ռամայա վրան երանքյունիներով շատ ժոստկի ռամայա ու այդ ճոճը կրուիզերի ստանդարտ որ չկա,
Ամորտիզատորները խաթյա շատ կրուիզերներից ավելի շատ է 4-5 դյույմ կարծեմ դեմնա, թե 4 դյույմ, ու մի այդքան էլ հետև է։ Քեզ թվում է, թե բայկը կրուիզերից ավելի չոր է։ Շատ տավա պավարոտ մտնում, հրաշք կառավարվում է սերպանտիններին, պավարոտներին, մանյովրինի ռոլերը լավ թեքվում է, մի մեքենան չի թողում, շրջանցում ես, մյուս կողմով ես անցնում։ Բայց այդ նույն այդ ամեն ինչը բերում է նրան, որ շատ չոր է մեր ճանապարհների համար։ Ու պասաժիրի համար, դա չգիտեմ, մեծ փորձություն է, ողնաշարը փոխելու է դառնում, երբ որ երկար ճանապարհ ես ելնում։ Պարզա սպորտի, նույնիսկ naked-ի հետ համեմատելու չի, բայց կրուիզերի ու տուրերի հետ էլ համեմատելու չի։ Շատ ավելի չոր է, քան 5 կրուիզերները, նույն Harley-ները կամ մեծ կրուիզերները։ Եթե թեթև ընդհանրացնենք ամեն ինչը, լեգալ արագությունների համար հրաշք տեխնիկա քաղաքում ու քաղաքին մոտիկ մինչև 100-200 կիլոմետր ինչ որտեղ գնալու հետ գալու համար։ Մանյովրինություն կա, ռոպեկի ժամանակ հանգիստ կարաս մտնես երկու մեքենաների արանք, դինամիկան մինչև 600 կուբ, 600-700 կուբ սպորտի դինամիկա, մինչև 120-130 շատ քիչ բան է անցնում։ Դրանից վերև հա ճիշտ է, կգանք անցնեն։ Если вообще 170-ի վրա սահմանափակում է դրած, այս իրա դատարկ լինելու բազայի, ռամայի ու դիմացի դանլոպակի պատճառով մինչև 130-120 շատ արագ է, 3.6-3.7 վայրկյան ժողովուրդ։ Բենզինով մոտոր մեքենա, այս քաղաքի վրա կարաս մատերիդ վրա հաշվես, ինչը կարաս սրա հետ համեմատվի։ Էլեկտրականները 2 մոտոր Tesla, Blade եւ այլն, այո, բայց նույն կիսաէլեկտրական, չինական, վոլտ, մոլտ մեկ անցնում է 3.6-3.7։ Ու ամենակայֆը ավտոմատով այդ տված 3.6-ն ու 3.7-ը շատ ավելի հեշտ է բացել։ Գրքում վակուումի մեջ ինչ որ տեխնիկա, մեխանիկական կառույցով, այո, կարա 3.3 լինի, բայց դա երբ որ ճիշտ ապարոտին ճիշտ սկորուստ ես փոխում, երբ որ եղանակն ամեն ինչ կայֆ, երբ որ բոլոր աստղերը համընկել են ու շատ ճիշտ անես դու, այո, տվածը կպահի։ Իրականում երբ որ սվետաֆորի տակից փոկվում եք երկուսով, ոչ մեկ ապարոտները բարձր հանած չի պահում նոր պերվի գցի։ Ակերը եւ մնացած բաները չեն համապատասխանում։ Իսկ ավտոմատի վրա ոչ մի բան չկա, ուղղակի դու գազը սեղմում ես, կստացի ստանդարտի վրա ինքը հասկանում է դու ինչ ես ուզում, մինչեւ 7000-8000 հանում նոր սկորուստ է փոխում, միևնույնն է դու ավելի արագ ես։ Եթե ընդհանրացնենք լեգալ արագությունների համար իդեալական տեխնիկա մի հոգու համար առավել եւս քաղաք ու քաղաքին մոտիկ տարածքների համար իդեալական տեխնիկա։ Որպես տուրիստ միջինից մի քիչ ցածր, ես ճիշտ է վեշեր եմ կապում ու երկար ճանապարհորդում եմ, բայց երկրորդ պասաժիրի համար այդքան էլ հարմար չի։ Ում խորհուրդ կտամ քշելու համար։ Առաջի մոտոյի համար շատ պրովոկատոր է, երևի պետք չի, երկրորդ կամ երրորդ մոտո, միջև սա եթե 400-500 կուբ նորմալ բան եք քշել, նույնը ասենք եթե կրուիզեր եք քշել 400-500 կուբ սպորտ կամ naked եք քշել, դրանից հետո կլինի շատ թարմ, շատ նորմալ обновление։ Առաջի մոտոյի դեպքում միևնույնն է ոչ մեկին խորհուրդ չեմ տա, որովհետև կոպարտի նկարները որ նայեք, բոլորը մտածում են հա դե խաղալիք է, էլի ինչ կլինի ու որին նայում ես գնացել են մինչև դիմացի պատը։ Ուղղակի ուղիղ գնացել են վիլկան ջարդած մտած պատի մեջ։ Հենց այդ վրայից չերևալը, բայց պրովոկատոր լինելը շատ վատ խաղ կարա խաղալ։ Մի շատ կարևոր բան էլ այս ամեն ինչը որ նկարահանում ենք 2-3 էնտուզիաստների մտածված ինչ որ բանն է, ձեր լայքը, կոմենտը տարածելը շատ կարևոր է ժողովուրդ։ Հասկանում եմ ոնց անջում ամեն առաջի YouTube բլոգերը նույն բանն է ասում, բայց դա կօգնի, որ շատ ավելի տարածված լինի, շատ ավելի շատ մարդ նայի։ Եթե դուր է գալիս, միանշանակ լայքեք, կոմենտեք, տարածեք։ Կոմենտարիաների մեջ ինձ ուղեք, ես ամենախելացին չեմ, Աստված մի արածցե։ Խնդրում եմ ուղեք, եթե ինչ որ բան սխալվում է, մեծ հաճույքով կլսեմ, կպատասխանեմ։ Շնորհակալություն։